Օրը բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում, դա նշանակում է մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված, ես Անահիտ Կիրակոսյանս եկել եմ արթնացնելու ձեզ։ Ինչ է պետք արթնանալու համար։ Իհարկե լավ երաժշտություն ու լավ ռիթմեր։ Այս պահին տեսահոլվակ ձեզ համար, որից հետո վերադառնանք։ Վերադարձանք տաղավար եւ այսօրվա եթերը նվիրված է լինելու մշակութային կարևոր իրադարձությանը, այս պահին առաջարկում եմ դիտենք տեսանյութ, որից էլ պարզ կլինի, թե ովքեր են մեր հարգարժան հյուրերը, նրանք արդեն տաղավարում են ու սպասում են զրույցին։ Եվ այսպես, այո, համոզվեցինք ապրիլի 26-ին Նաիրի կինոթատրոնում տեղի ունեցել «Ուխտն Իմաշտոց» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Հենց այս առիթով մենք այսօր պատիվ ունենք տաղավարում ողջունելու մեր հյուրերին։ «Ուխտն Իմաշտոց» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Արտակ Ավդալյանն է մեր հյուրը, բարի առավոտ։ Բարև ձեզ։ Ինչպես նաև ֆիլմի նախաձեռնության համահեղինակ Վարդուհի Գրիգորյանն է մեր հյուրը, բարև ձեզ։ Բարի լույս։ Նախ շնորհավորում եմ պրեմիերայի կապակցությամբ եւ ուզում եմ գանք ամենասկզբից, ինչպես ծագեց առհասարակ գաղափարը անդրադառնալու այս կարևոր թեմային եւ որտեղից ինչ միահյուսվեց։ Գաղափարը ծնվում է երևի օշականցիների մոտ, երբ որ ծնվում են, որովհետև բոլորս գիտենք օշականը այն տարածքն է, այն գյուղն է, որտեղ Մաշտոցը ամփոփված է, եւ երբ որ դու ծնվում ես, պարբերաբար լսում ես անընդհատ իր մասին, անգամ մինչև տառերին ծանոթանալը, անընդհատ լսում ենք, որ Մաշտոցն էստեղ է, բայց ծնվել է Տարոն Գավառի Հացեկաց գյուղում։ Եվ որտեղ է այդ Հացեկաց գյուղը, մենք ինչ գիտենք այդ գյուղի մասին, ոչինչ, ու շատ տարիներ հետո արդեն, երբ որ մեր մյուս համահեղինակը Մտքի Արփի Սուքասյանի հետ խոսում էինք, Արփի Սուքասյանն ասաց, որ տեսել է պարոն Ավդալյանի ֆիլմը «Ժայռապատկերներից մինչև Այբուբեն», որը մեկ այլ ֆիլմ է նորից վավերագրական, ու այնտեղ տեսել է կադրեր Հացեկացից։ Եվ երբ որ ամբողջ կյանքում մտածել ես, որ այդ գյուղը չկա, գոյություն չունի, ոչ մի բան հնարավոր չի գտնել, ու մենք որ պատկերացնենք մի քանի անգամ նորից նայում ենք, ու առաջին միտքը գալիս է այդտեղ, որ պետք է գնալ իրականում տեսնել։ Հետո արդեն հանդիպում ենք պարոն Ավդալյանին, փորձում ենք գտնել ինչ-որ ինֆորմացիա այդ տեղի մասին, թե որտեղ է գյուղը, ինչպես կարող ենք այնտեղ հասնել, արդյոք վտանգավոր է, վտանգավոր չի, ու պարոն Ավդալյանն ասում է, որ վտանգավոր է, հատկապես երբ որ երկու աղջիկ որոշել են գնալ, մենակ չի կարելի, պետք է ուղեկցել։ Դե եթե պետք է ուղեկցել, այդ դեպքում ուրեմն ուղեկցեք մեզ ամենուր այս ուղղով։ Եվ երբ որ գնում են օշականցիները, փաստորեն Մաշտոցի աճունը, ամփոփող մարմինը, Մաշտոցի աճունը ամփոփող գյուղի բնակիչները գնում են ուխտի այնտեղ, որտեղից ծնվել է Մաշտոցը, իսկ կարող է գնալ ամբողջ ճանապարհով, փորձել տեսնել այդ ինչ ճանապարհ անցավ Մաշտոցը մինչև օշական հասնելը, եւ պարոն Ավդալյանը առաջարկում է ունենալ ֆիլմ վավերագրական եւ ուսումնասիրել այդ ճանապարհը։ Պարոն Ավդալյան, հետաքրքիր է առհասարակ ձեզ համար վավերագրական ֆիլմը ինչ կարևորություն ունի ու որքանով եք հենց այս ուղղությունը սիրում ու ձեր սրտին մոտ։ Գիտեք, վավերագրական ֆիլմը շատ հետաքրքիր է, ամբողջ process-ն է հետաքրքիր, որովհետեւ ես գոնե այն ռեժիսորներից եմ, որ մինչև նյութին չծանոթանամ, մինչև չկարդամ այդ նյութի մասին բավականին գրականություն, չեմ մոտենա այդ ֆիլմին։ Եվ Մաշտոցի առումով դա ընդհանրապես մի ուրիշ պատմություն էր, որ ես նախ Արտակ Մովսյանի հետ մի ֆիլմ նկարել էինք արդեն «Ժայռապատկերներից մինչև Այբուբեն» ֆիլմը, հետո ես ունեմ գրված սցենար, ցավոք սրտի ինքս եմ գրել, ոչ թե սցենարիստ, նկարել Մաշտոցի մասին գեղարվեստական ֆիլմի, բայց ամեն դեպքում դոկումենտալ ֆիլմ նկարել դա ամբողջ ճանապարհն է ուսումնասիրություն։ Կարդալուց հետո գնում ես արդեն տեղում ուսումնասիրում ես, ինչ որ նոր բաներ ես գտնում, նոր ճշտումներ ես գտնում, նոր դետալներ ես գտնում, հետո մոնտաժի եւ տեքստը գրելու ժամանակ եւ մոնտաժի ժամանակ նորից ինչ որ բացահայտումներ ես անում եւ երաժշտությունները դնելու ժամանակ նորից ինչ որ բացահայտումներ են գալիս եւ վերջում ֆիլմը նայելուց մտածում ես հետաքրքիր էր, որ բացահայտումներ արեցինք։ Օրինակ անցյալ անգամ ասեցի չէ, այդ բացահայտումը, որ Մաշտոցի սիրելի աշակերտներից մեկը եղել է Ամատունին, չէ՞։ Մենք խաղարկային տեսարան նկարեցինք, որտեղ Մաշտոցի դերում դերասան էր եւ երեխայի դերում Ամատունի էր։
ազգությամբ։ Ինչ հետաքրքիր է, ժառանգ եք նկարել։ Օշականում դեռ կան ամատունիները եւ ամենայն պատահականությամբ, երբ որ պիտի նկարենք լրիվ այլ բալիկի։ Արդյոք պատահականությամբ։ Դե նախախնամությամբ ասենք, պիտի նկարենք այլ բալիկի, նկարահանման օրը, այո, պարզվում է, որ նկարահանման օրը այդ բալիկը չի կարող գալ, պետքա գտնել ինչ-որ ուրիշ մեկին։ Ու այսպես փնտրելով գալիս է մեկը ու նկարահանման ժամանակ նայում ենք իրար, ասում եմ ախր ինքը ամատունիներից է։ Ոչինչ պատահական չի։ Այո, ու ստացվում է այնպես, որ Մաշտոցին նկարանում էր Արցախից եկած Մարտին Ալոյանը։ Ինչ հետաքրքիր։ Եվ ստացվում է այն աշակերտի սերունդներից մեկը, ով բերեց Մաշտոցին օշական փաստորեն, որովհետև մենք գիտենք, որ հենց իշխան Վահան Ամատունու շնորհիվ էր, որ Մաշտոցին բերեցին ու ամփոփեցին օշականում եւ տարիներ անց վերադառնում ենք նույն կետին։ Այսպիսի բացահայտումներ եղան ֆիլմի ընթացքում։ Սա շատ հետաքրքիր է, պարոն Ավդալյան, առհասարակ ինչ եք կարծում, որքանով էր կարևոր այս թեմային անդրադառնալ եւ հիմա, որովհետեւ մենք որ դպրոցում սովորում ենք, մի քանի նախադասություն կա, որ ասում ենք, չգիտեմ, 405 թվականին ստեղծել է գրերը, ճանաչել իմաստություն եւ զղրատ իմանալ զբանը սանջար առաջին թարգմանաստողն է, այսպես ինչ որ շաբլոն չասեմ, հա, բայց ինչ որ մի քանի տողով ամփոփվող թեմա է, կարծես թե գիտենք ինչ որ բան, բայց ոչինչ էլ չգիտենք։ Ճիշտ եք, ոչինչ չգիտենք Մաշտոցի մասին։ Նույնիսկ Կորյունը, որ իր սիրելի աշակերտներից էր, մի երկու տող ունի գրել։ Դա էլի ասում են, Կորյունը սիրելի աշակերտներ։ Այո, Կորյունը սիրելի աշակերտներից էր, ու ընդամենը երկու տող ունի գրած Մաշտոցից։ Եվ մեր խումբը հենց ուխտագնացության նպատակը հենց դա էր, որ փորձել հասկանալ ով էր Մաշտոցը, ինչ արեց մեր համար։ Ես կարծում եմ, որ գոնե ինձ համար հայ սրբերի մեջ Մաշտոցը հենց առաջինն է։ Չեմ ուզում հիմա անդրադառնալ, արդյոք նա այդ տառերը հայտնաբերեց, գտավ, թե նորից ստեղծեց, դա մի ուրիշ թեմա է։ Եթե մենք գրի եւ գրչանոցության աստվածտիր ենք ունեցել, ուրեմն գիրել ունեցել ենք եւ մենք Արտակ Մոսյանի հետ երբ որ արեցինք այդ նախամաշտոցյան գրային համակարգը, ապացուցված էր, որ 12 գրային համակարգեր են օգտագործել մինչ Մաշտոցը Հայաստանում, բայց Մաշտոցը մեզ բերեց, ինչպես Արփինը ասում, այն լույսը, որ մեզ մինչև այսօր տանում է։ Հասկանում եք, Մաշտոցի արածը մենք այդպես էլ չկարողացանք գնահատել։ Ամբողջությամբ 10% էլ չեն գնահատել, որովհետև Մաշտոցը այն մարդն էր, որ այդ ժամանակաշրջանում, երբ որ Հայաստանը կիսված էր Պարսկաստանի եւ Բյուզանդիայի մեջ, տարերի գյուտով ինքը միավորեց երկու հայքերը։ Թե չէ, 357 թվականին նկատում եք երբ բաժանում եղավ։ Տեսեք, միտեղ խոսում էին եւ գրավոր լեզուն դա այն բանն է, որ հարատեության է տանում ազգին։ Եվ միտեղ խոսում եւ գրում էին պարսկերեն, մյուստեղ բյուզանդերեն։ Այսինքն ուծացման վտանգը հաստատ շատ ուժեղ էր։ Եվ դրանով ես կարծում եմ ոչ միայն քրիստոնեությունը հայացավ, այլ եւ հայը չուծվեց։ Անշուշտ ինձ հետաքրքիր է ֆիլմը ցուցադրվելուց հետո ինչպիսին է արձագանքը եղել եւ որքանով է արդարացվել այն ամենը, ինչ դուք ցանկանում եք դնել ֆիլմի։ Դուք ինքներդ գոհ եք աշխատանքից։ Երևի աշխատանքի գոհ լինելը այնքան մենք չենք կարող ասել, ինչքան հենց այդ արձագանքներից պիտի ստանանք։ Ինձ մոտ գոնե թե զգացողությունը այսպիսին է։ Մենք այնտեղից ցորեն էինք բերել, քանի որ պարզվեց, որ տարիներ առաջ ավանդույթ է եղել, որ ամեն տարի հացեկացից 36 լավաշ են ուղարկել գրերի թվով օշական, դա եղել է թարգմանչած տոնի օրը ու ցավոք ցեղասպանությունից հետո դա վերացել է։ Ինձ մոտ տպավորությունն է այսպիսին է, որ մենք երկու ցորեն ենք բերել։ Մեկը այդ նյութական ցորենն է վերականգնելու համար նորից այդ ավանդույթը, եւ երկրորդը այդ հոգու ցորենն է։ Եթե մենք 5-10 տարի հետո ունենանք Մաշտոցի կերպարի մի փոքր ավելի արժևորում եւ եթե ֆիլմը ամենաչնչին տոկոսով գոնե նպաստի դրան, ուրեմն մենք գոհ կլինենք այն աշխատանքից, որը արել ենք եւ բացի այդ, փաստորեն մենք գոնե թե մեր ներքին մասով ունեցանք մեզ ճանաչելու մի փոքր ավելի մեծ սահման։ Երբ որ անցնում ես այն ճանապարհը, որը անցել է Մաշտոցը, թվում է թե ուղղակի ֆիզիկական ճանապարհ է, թվում է թե շատ ավելի հեշտ է, քան իր ժամանակներում, որովհետև տեխնիկան է զարգացած, ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ ավելի հեշտ է, բայց ինքնաճանաչողությունը միայն այդ կետից է սկսվում ներսում բացահայտվել, ու եթե պարոն Ավդալյանն էլ նշեց, ինչպես Արփին է ասում, այն ջահը, որ մեր մեջ վառ
կիրառել ենք, կարողանանք փոխանցել, կարողանանք այդ ճրակները գոնե թե ինչ որ մի մասի փոխանցել ու Մաշտոցի կերպարը նորից վերարժևորել, ուրեմն կարող ենք համարել, որ ստացվել է։ Անշուշտ, եթե մենք չենք գիտակցել կամ արևորել, այս ֆիլմը եւս մեկ քայլ է, որպեսզի դա անենք։ Ինձ հետաքրքիր ֆիլմը նաև ուսուցիչ է հանդիսանում ինչ որտեղ, ինչպիսին եղել է մեր Մաշտոցը։ Հնարավորություն կա, որ դպրոցահասակները գան նաև դիտեն ու սովորեն որպես դաս։ Այսինքն ցուցադրությունը շարունակական է լինելու մեծ էկրաններում։ Մենք ախտուեն ունենք մի քանի պայմանավորվածություն տարբեր դպրոցների հետ, այդ թվում Հայասպետ դպրոցի հետ ունենք պայմանավորվածություն, հումանիտար քոլեջի հետ Երևանի եւ այո, նախատեսում ենք նաեւ շարունակել Օշականում պահպանված ամենահին տանը Բունիկում, որտեղ նաեւ ունենում ենք բարբերաբար կրթական ծրագրեր Մաշտոցի վերաբերյալ եւ այլն, նախատեսում ենք ունենալ երկարատև ցուցադրություններ, որի ընթացքում նաեւ քննարկումներ կունենանք եւ դպրոցահասակների հետ եւ մեծ սիրով նաեւ մեծահասակների, ուսանողների եւ բոլոր նրանց հետ, ովքեր կցանկանան որևէ կերպ առնչվել այս թեմային։ Որովհետեւ դա շատ կարեւոր է։ Հիմա ասպարեզում առհասարակ այնպիսի բան է տիրում, որ ուզում ես էլի իրական խորը ֆիլմը հասնի տեղ։ Գիտեք, ես նախորդ իմ ֆիլմերի օրինակից կարող եմ ասել, օրինակ Հայոց տաքուհիներ նվիրյալները ֆիլմը, եթեր գնալուց հետո շատ-շատերը դպրոցներից, գյուղերից, քաղաքներից տարբեր կապվում էին ինձ հետ, ասում էին կարող ենք ուրեմն ցուցադրություն կազմակերպել եւ բնականաբար ես ոչ ոքի չեմ մերժել, ոչ մի գումարային բան չի եղել այդտեղ, գումար աշխատելու խնդիր չի եղել եւ բոլոր դիմողներին միայն կողմ ենք եղել եւ տարել ենք ֆիլմը տարբեր տեղեր ցուցադրել են եւ այսօր ֆիլմը YouTube-ում ազատ դրված է եւ 120,000-ից ավել դիտում կա։ Ինչ լավ է, սա նշանակում է, որ կա շարակրկրվածություն։ Կարծում եմ այս ֆիլմն էլ ցանկացողներ կլինեն շատ, որ դպրոցներում եւ միանշանակ։ Եվ վերջի վերջում մենք կդնենք էլի ազատ դիտման YouTube-ի, որ մարդիկ տեսնեն, գիտեք, ֆիլմը ընդհանրապես դոկումենտալ ֆիլմը, գոնե իմ հեղինակած ֆիլմերը ոչ թե բոլոր հարցերին պատասխաններ տալու համար են, այլ այդ հարցերը բարձրացնելու համար են, որ հետո հանդիսատեսը ինքը կարողանա քրքրի, ինքը կարողանա կարդա, ինքը կարողանա ուսումնասիրի, բոլոր հարցերին չես կարող պատասխանել։ Եվ ես կարծում եմ, այս ֆիլմը էլ այդպիսին է, որ հետո հանդիսատեսի մոտ առաջանա հետաքրքրություն դեպի Մաշտոցի արածը, դեպի Մաշտոցի կյանքը, թող ուսումնասիրեն, թող կարդան, դա միայն լավ կլինի մեր ազգի համար։ Վավերագրական ֆիլմում առանձին դերակատարը նաև երաժշտությունը, եթե չեմ սխալվում, Վահան Արծրունին է այս պարագայում երաժշտության հեղինակը, հեշտ էր համագործակցությունը ստացվել էր այն ինչ ցանկանում եք։ Միայն Վահան Արծրունի երաժշտությունը չէ, երկու մարդկանց հեղինակների երաժշտություն ենք վերցրել, բայց Վահանի հետ համագործակցությունը շատ հեշտ է եղել, որտեղ մենք դեռ երիտասարդ տարիքից լավ ընկերներ ենք, շատ մոտ ընկերներ ենք եւ դա առաջին ֆիլմը չէ, որ Վահանը երաժշտություն է գրում այս ֆիլմի համար, մոտ մի 3-4 ֆիլմի համար ինքը երաժշտություններ է գրել եւ գիտեք այնքան համահունչ է Վահանի գրած այս ֆիլմի երաժշտությունը, որ կարող ես նույնիսկ աչքերդ փակել, լսել տեքստը եւ երաժշտությունը եւ արդեն Սա ասում է ֆիլմի ռեժիսորը ինչ։ Այո, որտեղ ես համոզված եմ եւ որ կարծում եմ, որ երաժշտությունը շատ կարեւոր դեր ունի ֆիլմի վրա, որովհետեւ նույն կադրը տարբեր երաժշտություններով տարբեր խոսք կասի։ Տարբեր ասելիք կասի։ Եվ Վահանի երաժշտությունը կարծում եմ համահունչ է մեր ֆիլմին, հա։ Միանշանակ, հատկապես պարոն Արծրունին նաև ունի մշակումներ հենց Մաշտոցից, իսկ Մաշտոցը փաստորեն մեր առաջին շարականագիրներից էր Սահակ Բաղթավի հետ ոչ միայն գրային համակարգի ստեղծում, ոչ միայն թարգմանություն, նաև առաջին շարականները ունենք հենց իրեն ժամանակներից եւ երաժշտությունն էլ պետք է ըստ այդմ լուրջ մոտենալ։ Դուք խոսում եք իրապես ես փշաքաղում եմ, որովհետեւ սա այն թեման է, որ յուրաքանչյուր հայի մեջ
կա ու արդեն անհամբեր եմ ֆիլմը դիտելու համար։ Ինչ ճանապարհ է սպասում ֆիլմին։ Գուցե Հայաստանի սահմաններից դուրս նաև կա նպատակ։ Մի քանի առաջարկներ ունենք եւ դեռ քննարկման փուլում ենք, երբ որ բարձ լինի անպայման այդ մասին եւս կասենք։ Ես փոքր գաղտնիք բացեմ, որ դեռ ոչ մեկ չգիտի։ Ես 3 երեկոյան ֆիլմ ուղարկել եմ Նյու Յորք իմ բարեկամներին, իմ հարազատներին, իմ հոգեզավակ աղջկան Կարինեի Մալխասյան, Միքայել Մալխասյանի եղբոր կինն է, եղբայրը հոգեվարական է այնտեղ, Տեր Աբրահամը, որ իմ շատ մոտ հարազատ բարեկամներն են, իրենց ընտանիքը դիտելու համար եւ կարծում եմ խոսենք, որ Տեր Աբրահամը այնտեղ ցուցադրություն կազմակերպի։ Հրաշալի կլինի։ Ես ուզում եմ իմ կողմից անձամբ շնորհակալություն հայտնել ձեր կատարած շատ կարևոր աշխատանքի համար։ Թող որ ֆիլմը հասնի շատերի սրտերին ու հոգիներին, որովհետև սա այն թեման է, որ յուրաքանչյուր հայ պետք է դիտի, կարծում եմ։ Պարոն Ավդալյան, շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար։ Թող ֆիլմերը շատ լինեն, մենք էլ լուսաբանելու առիթ ունենանք։ Շնորհակալություն։ Եվ ձեր կատարած աշխատանքի համար պատահական չէ, որ մարդ որտեղ ծնվում է, այդ արմատները անպայման իրենց պտուղները հետագայում տալիս են, ու դա երևում է ձեր աչքերից, որ աշխատել եք հոգով ու սրտով, ամենակարևորը։ Հիշեցնեմ, որ մեր հյուրերն էին Ուխտնի Մաշտոց վավերագրական ֆիլմի ռեժիսոր Արտակ Ավդալյանը եւ ֆիլմի նախաձեռնության համահեղինակ Վարդուհի Գրիգորյանը։ Ձեզ հաջողություն ու կանաչ ճանապարհ ֆիլմին։ Շնորհակալություն եւ ձեզ շնորհակալություն անդրադարձի համար։ Շնորհակալություն, երկու խոսք ուզեմ ավելացնել, որ կարծում եմ, որ մեր ուխտը դեռ կշարունակվի, մենք նոր գաղափարներ ունենք ուխտագնացությունների, որոնք անպայման կվերածվեն նոր ֆիլմերի։ Ուրեմն ձեր ուխտն կատար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այսպիսին էր այսօրվա եթերը, անպայման փնտրեք ու գտեք վավերագրական ֆիլմեր, ուսումնասիրեք մեր պատմությունը, անպայման այնպես արեք, որ երեխաներն էլ դիտեն, որովհետև սա շատ կարևոր է։ Չիմանալով մեր անցյալը, մենք չենք կարող թափ ներկան գնահատել ու գնալ դեպի ապագա։ Ճանաչենք ինքներս մեզ։ Այսօր այսքանը, ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր, մնացեք բարև։